Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք շարունակում ենք մեր եթերները, որոնք այս փուլում նվիրված են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներքո գործող առողջության կենտրոններին եւ բժշկական կենտրոններին։ Այսօր հերթը հասավ Ավան առողջության կենտրոնին, մեր Երևան քաղաքի ամենագեղեցիկ եւ հով եւ հաճելի վարչական շրջաններից մեկի միակ առողջության կենտրոնի եւ այդ կապակցությամբ տաղավարում հյուրընկալել եմ նույն առողջության կենտրոնի տնօրեն պարոն Արա Ներսիսյանին։ Առողջ առավոտ, պարոն Ներսիսյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Լավ, շնորհակալություն։ Ես արդեն բավական շատ տեղեկություն ունեմ մյուս առողջության կենտրոնների անցած ճանապարհի մասին, դե ձերի մասին եւս, եւ թերևս ձերը առանձնանում է նրանով, որ այնինչ մյուսների համար դեռևս ցանկություն կամ երազանք է, դուք արդեն ըստ էության իրագործել եք։ Հետեւաբար կուզեի, որ մենք խոսենք ինչ մեծ բարեփոխումներ արեցիք վերջին տարիներին դուք։ Դե երևի ամենա ծանրակշիռ, այսպես ասած, բարեփոխումը, որ եղել է, այդ եղել է հիմնանորոգումը բուժ հաստատության, որը գրեթե 30 եւ ավել տարի ոչ մի բան չէր արվել, տենց մասնակի ինչ-որ փոքրիկ վերանորոգումներով։ 2023 թվականին քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ որոշվեց, որ Ավան առողջության կենտրոնը, այն ժամանակ դեռ 12 պոլիկլինիկան պետքա հիմնովին վերանորոգվի։ Ու 2 տարի ամենաբարդ process-ը եղել է այն, որ մենք կոլեկտիվով, թիմով առանց բացակայելու լինելով շենքի ներսում այդ վերանորոգումը իրականացվել է, որը որ շատ դժվար էր։ Մի խոսքով չեմ ուզում անդրադառնամ, ծանր օրեր են եղել, բայց փառքով, պատվով բոլորս դուրս ենք եկել ու այսօր ունենք շատ գեղեցիկ, հիմնովին վերանորոգված, արդիականացված, սարքերով հագեցած բուժ հաստատություն։ Որքան է կցագրված ազգաբնակչությունը Ավանում։ 46500 հոգի, որից 35000 մեծահասակներ, դա կին եւ տղամարդ, 18 տարին բոլորած։ Եվ 11000, համարյա 11000 ունենք մինչև 18 տարեկան բնակչություն։ Դա մեծ ցուցանիշ է, համարվում եք միջին պոլիկլինիկա։ Միջինից մեծ։ Միջին, այո, եթե վերամիավորումներին նայենք, նախկինում մինչև վերամիավորումները համարվել ենք մեծերի ցանկում ենք եղել, բայց վերամիավորումներից հետո նույնտեղ արդեն կան պոլիկլինիկան առողջության կենտրոններ, որոնք 50 եւ 60 հազար բնակչություն, 100 հազար բնակչություն էլ ունենք, իրանց համեմատ այո, համարվում ենք միջին առողջության կենտրոն։ Շենքինության չափերը մոտավորապես ինչքան է եւ քանի հարկ է։ Ուրեմն նկուղ եւ հարկերը 8 հարկ, նկուղը ներառյալ։ Կարծում եմ ամենաբարձրահարկը երևի շենքն է, չէ՞, առողջության կենտրոնների մեջ։ Այո, ամեն հարկը 700 քառակուսու կարգի է։ Այդպես ավելի կոմպակտ է երևի, չէ՞։ Իսկ դժվարություններ չեն առաջանում, ծառայությունները, որ սևեռված են տարբեր հարկերում, վերելակ, աստիճաններ։ Մեր լուծումը եղել է օպտիմալացրել ենք, то есть նեղ մասնագետներին տեղակայել ենք, ասենք 6-րդ հարկում, թերապևտները նստում են մյուս հարկում, 5-րդ հարկում, վարչական մասը 4-րդ հարկում է։ 3-րդ հարկում տեղակայվել է մեր նորընտիր լաբորատորիան եւ կանանց կոնսուլտացիան, հարկը կիսել ենք, այսպես ասած։ 2-րդ հարկում տեղակայված են մանուկները, մանկությունն է մեր, իսկ առաջի հարկում էր մեր reception-ն է, reception թե ընդունարան, ճիշտ է, reception ամբողջ reception եւ ռենտգեն բլոկը։ Շատ լավ։ Ինչ դիագնոստիկ ծառայություններ ունեք։ Այս տարի սահմանել էինք լաբորատորիայի վերազինման, արդիականացման տարի եւ գրեթե 90%-ով լաբորատորիայի մասը փակել ենք այն առումով, որ 90% սարքավորումները ավտոմատացվել են, որը որ իրավունք է տալիս գեր ճշգրիտ պատասխաններ տալու,
ասեմ, որ սարքավորումները գեր ժամանակակից են 24 եւ 25 թվականների, իրանք ավտոմատ են, գեր ճշգրտի մասին ասեցի եւ բավականին արագ, то есть ունենք առավոտ եւ մինչեւ երեկո արունը հանձնեցին, կապ չունի, ինչ ծավալի անալիզներ են, ինչ ծավալի հետազոտություններ են, իրանք մինչեւ ժամ աշխատանքային ժամի ավարտը պատասխանները տրվում են։ Այսինքն պետության կողմից երաշխավորված նախկինում այլ սարքավորումներով, այդ սարքավորումները էլ չունենք, այն որ նախկինից կային, որոնք պոլոավտոմատ էին կամ ոչ մարդկային գործոնը շատ ավելի շատ էր։ Հիմա ավտոմատացրել ենք մեր սարքավորումները, որի արդյունքում էլ եմ ասում, իմ գերխնդիրն ա եղել, գերնպատակն ա եղել եւ կարելի ասել, որ հասել ենք այդ պրոյեկտի իրականացմանը, որ առավոտ միշտ աշխատանքային օրվա ավարտ մարդը իր տված արյան անալիզների պատասխանները կարողանա ստանալ։ այո, դա շատ կարևոր է եւ վստահության եւ հարմարության եւ շատ այլ հարցեր է լուծում։ Այո։ Իսկ գործիքային հետազոտություններ ոչ լաբորատոր կարող են ըստ օրգան համակարգերի գնալ կամ պարզապես թվարկել։ Գործիքային մասով ուրեմն մեր անցած տարվա ձեռքբերումն ա եղել, որը որ էլի եզակի էր պոլիկլինիկ ծառայության համար, էլի ընտրվեց կոնցեպտ, որը մասնավոր եւ պետական համագործակցության արդյունքում տեղադրվեց համակարգչային շերտագրում, սարքավորումը, որը որ եւ կլինիկայի իմիջներ, եւ էլի բավականին դիագնոստիկ առումով մեծ սպեկտր էր փակում, то есть եթե նախնական որևիցե մի ախտորոշում, որևիցե մի նեղ մասնագետի կաբինետում նախնական դրվում էր, ինքը գնում եւ հաստատվում էր արդեն համակարգչային շերտագրումով։ Այսինքն, եթե չեմ սխալվում, այս պահին հանրապետությունում միակ առողջության կենտրոնն է պետական, որ ունի համակարգչային շերտագիր։ Նու կան որ կառավարման են գնացել, այդ հիմնարկներում կան դրված, բայց պետական որ եղել է, այդ եղել ենք մենք առաջինը։ Եվ մի հետաքրքիր բան էլ ասեմ, առողջապահության վարչության կողմից իր ենթակայության ներքո գործող հիմնարկների 24 թվականին մենք ճանաչեցինք լավագույն առողջության կենտրոնը։ Հրաշալի է, դրա կապակցությամբ եւ ձեզ եմ շնորհավորում եւ ձեր անձնակազմին եմ ջեր ողջունում, որոնց հետ բարբերաբար առնչվել եմ եւ իհարկե ազգաբնակչությանը, ովքեր օգտվում են այդ ծառայություններից։ Դիագնոստիկ հետազոտությունների մեջ էլ ինչ կա, օրինակ սովորական EKG, էխո, ինչ եք անում։ Մենք կարելի է ասել չկա բառը մեր հիմնարկությունում չկա։ То есть հետազոտությունների առումով, եթե չափորոշիչով նախատեսված արգելք չկա, որ ենթադրենք անօթաբանի մասով պետքա 50,000 եւ ավել բնակչություն ունենաս, որ նոր կարողանաս դիմել անօթաբանի լիցենզիայի, եթե նման դեպքեր չափորոշիչով կարգավորող չլինեն, մենք տենց չկա բառը չունենք մեր կլինիկայում։ Իսկ ինչքան են կազմում բնակիչների տոկոսը, որոնք կցագրված են ձեզ, բայց չեն ապրում Ավան վարչական շրջանում։ Նման ինֆորմացիայի, ես գիտեմ, որ 53,000 է այդ թաղապետարանից այդ տվյալը կար, 53,000 բնակչություն կա Ավան վարչական շրջանում։ Ունեցել ենք 50,000 կցագրում, հիմա 40 հանգամանքների բերումով 46,500 այսինքն հիմա կցագրված բնակիչ ունենք։ Դա հիմա մեծ մրցակցություն կա ամբողջ հանրապետությունում, քաղաքում, նաև այն հանգամանքը, որ ես ենթադրենք ապրելով այս վարչական շրջանում կարող եմ կցագրված լինել այլ վարչական շրջանում։ Իմ հարցը նա էր, որ արդյոք ձեզ մոտ կան բնակիչներ, որոնք Ավանի բնակիչ չեն, բայց նախընտրել են ձեր պոլիկլինիկայում սպասել։ Բավականին, այո, կա, նման դեպքեր էլ ունենք։ Պարոն Ներսիսյան, Հաճա։ դուք խիստ ղեկավար եք։ Այո։ Ձեր խստությունը ինչով է դրսևորվում։ Կարգապահությամբ։ Այսինքն չենք պահանջում ոչ մի բան, ինչը գործից դուրս է։ Նայած ինչ նորմերի մեջ իրան կարելի է տեղավորել, մարդկայինից սկսած։ Ես ինքս հարմարվող տեսակ եմ, բայց պահանջկոտ եմ։ Ձեր կոլեկտիվը միահամուռ, այսպես կուռ կոլեկտիվ եք համարում, ստացվել է։ Միանշանակ այո։ Ձեզ ծվիններով են ընդունել։ Միանշանակ այո։ Հաղթահարել եք այդ փուլը։ Ամբողջությամբ։ Հիմա ձեզ շատ սիրում են։ Ես եմ իրանց ավելի շատ սիրում։ Այ առաջնորդի պատասխաներ։ Պարոն Ներսիսյան, եթե ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը եւ իր ենթակայության այս բոլոր առողջության կենտրոններն ու բժշկական կենտրոնները նվագախումբն են, այս նվագախմբում Ավան առողջության կենտրոնը որ գործիքն է։ Ջութակ։ Ոյ տառոնց մտածել ասեցիք մի անգամից առաջին ջութակ, հա։
Ինչու չեմ կարող դասակարգել ինքս բայց այդպեսի ասոցիացիա եղավ, այդպեսի կարծում եմ, որ այո։ Պարոն Ներսիսյան, անցյալ տարի դուք մասնակցում եք առողջապահական ցուցահանդեսի էքսպոյի։ Այս տարի ենք ուզում Ինչպիսի տպավորություններ էր եւ ինչու որոշեցիք այս տարի էլ մասնակցել, ինչ տվեց դա ձեզ։ Նախ ինքը ապահովում է ցանկացած էքսպո, ցանկացած ցուցահանդես, նայած ֆորմատի ինքը ապահովում է ներկայացուցչություն, որը որ կոնկրետ մեր հիմնարկի մասով այս տարի էլ ավելի պատրաստված վստահ եմ, բավականին շատ թե ներկայացնելու, թե ինքներս մեզ ներկայացնելու, թե հագեցվածության, թե սարքավորումների, թե մատուցվող ծառայությունների մասով ասեմ ձեզ, որ բավականին պահանջված պրոյեկտ է եւ սիրով ուզում ենք նաեւ այս տարի մասնակցել։ Այսինքն դուք այն կարծիքին չեք, որ առողջության կենտրոնները պետք է այսպես ավելի пассив դիրքում լինեն, ընդհակառակը մեդիա դաշտում պետք է ցանկացած product, որը ունի վաճառք կամ վաճառքի տեղ, իր մասին պետք է իմանան, որտեղից պետք է իմանան, լիքը տարատեսակ Այո, եւ մեր ազգաբնակչությունն էլ պետք է հասկանա, որ ինչքան էլ խոսում են, որ այսպես Հիպոկրատեսը այսպես այնպես, ես մի անգամ եթերում հնչեցրել եմ, ասեմ, որ մի օր մի շատ հետաքրքիր դասախոսություն էի լսում եւ փորձառու առողջապահության կազմակերպիչներից մեկը խնդրեց, ասեց մեր ազգաբնակչության բնակիչներին, երբ որ Հիպոկրատեսին ցիտում են եւ ֆինանսի մասով են ցիտում, ասեց թող բաց անեն եւ կարդան Հիպոկրատեսի երթումը, որտեղ սևով սպիտակի վրա շատ հստակ գրված է, որ յուրաքանչյուր բժիշկ իր աշխատանքի դիմաց պետք է վարձատրվի։ Այլ հարց է, որ բժիշկը ինքը որոշում է կայացնում անվճար օգնել։ Անվճար ասելով մենք մոլորության մեջ ենք, միշտ ինչ որ մեկը վճարում է։ Եթե պետությունն է վճարում, այդտեղ ուզում եմ մի քանի բառ այդ մտքից խոսենք, էլի մարդկանց ընկալման մեջ կա այսպիսի բան, անվճար է, անվճար ոչինչ չի լինում։ Վճարում է կամ պետությունը, այսինքն պետք է սովորենք հարգել այդ պետության վճարը, եւ անկախ նրանից ինչքան է վճարում։ Վճարում է ապահովագրական ընկերությունը, վճարում է քո գրպանը, բայց անվճար ոչինչ առողջապահության մեջ ամբողջ աշխարհում չի լինում։ Նայեք, ուրեմն պետ պատվերի շրջանակներում այն խմբերում, որոնք որ ունեն ընդգրկվածության մարդկանց, то есть դա կլինի հաշմանդամություն, դա կլինի բռնադատվածներ, ու տենց դասակարգող 10 քանի խումբ կա, եթե այդ ցանկի մեջ տվյալ անձինք ներառված են եւ եթե տվյալ հետազոտության տեսքով կլինի, ու հիմնականում լաբորատոր գործիքային պետ պատվեր ունի առողջության կենտրոնը, բնականաբար իրականացվում է։ Ծառայություններ կան, որոնք որ ցանկից դուրս են պետ պատվերի, ու վերցնենք լաբորատորիայի մասով, ենթադրենք հորմոնների։ Արյան ընդհանուրը պետությունը բնակչությանը ամբողջությամբ փոխհատուցում է, օրինակ հորմոնի մասով հատուցում չունի։ Ստեղ ի հայտ է գալիս վճարովի ծառայությունը։ Եթե ինչ հիվանդությունների դեպքում բժիշկը անհրաժեշտություն է գտել, որպեսզի տվյալ հիվանդը մի հատ ենթադրենք արյան ընդհանուրի հետ Ենթադրենք վահանաձև գեղձի որևէ հորմոն ստանա, ներողություն հանձնի։ Վճարումը իրականացնում է մի մասը то есть ստացվում է, որ եղավ անվճար, մի մասն էլ, եթե կա անհրաժեշտություն, տեղում Այսինքն նախկինում միևնույնն է ինքը գնում էր ինչ-որ մասնավոր լաբորատորիա, հիմա իր համար ավելի լավ չի, որ մի անգամ նմուշառումով կամ նույն վայրում առնվազն նույն բանը ստանա եւ այստեղ է որ նաեւ մի փոքր կուզեի անդրադառնալ, գիտեմ որ բոլորիդ համար տնօրենների համար դա մի քիչ այսպես սուր անկյուններ ունեցող հատված է, որ մասնավոր բժշկական կենտրոնները, որոնք հավակնում են եւ դառնում են պոլիկլինիկաներ, ունենում են պոլիկլինիկաների ստատուս, իմ տպավորությամբ ես օբյեկտիվ եմ, նրանք փորձում են տանել այն միջին խմբի երիտասարդ մարդկանց, որոնք ըստ էության բավականին շատ առողջ են, հաղորդակցման խնդիրներ չունեն եւ այլն, եւ եթե մանկությունը հաշվի չառնենք տարբեր հանգամանքներից ելնելով եւ այն ծանր պոպուլյացիան, որ ամենաշատ քրոնիկ հիվանդություններն ունի եւ ուրիշ էսպիսի խնդիրներ մնում են պետական առողջության կենտրոնների համար որպես բեռ։ Նաեւ իմունիզացիայի մեջ էսպիսի խնդիրներ կան, որպես առողջապահության կազմակերպիչ մի քանի բառով կասեք ինչ խնդիրների եք բախվում։ Իմունիզացիայի մասով ասեմ, որ կարելի է ասել, որ մասնավորը չունի այն պատասխանատվությունը, որը որ կրում է իր ուսերին պետական առավել եւս առողջության կենտրոնները, որը որ գործում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներքո, ասեմ ձեզ, որ
մենք ինքներս թե մեր բժիշկներից որպես պահանջատեր, որպես իմունիզացիան գոնե 94%, 95% բարձրացվի, մասնավորի դեպքում նման պահանջ չկա։ Մասնավոր իր բժշկին այդ խնդիրը չի դնում իր բժշկի առաջ, քանի որ ստեղծվում է արդեն այնպիսի խոսակցություններ բժիշկ բուժարու, որը որ տհաճություն է բերում։ Այո, միշտ գլխացավանք է դա։ Բոլոր չաստնի սպեկտրները, որոնք որ հիմնականում սերվիզի վրա է դրված ուշադրությունը, դա արդեն տհաճ խոսակցությունը չի բերում սերվիզի ապահովման։ Ոստի գերադասում են իմ կարծիքով, իմ պատկերացմամբ, գերադասում են ավելի վանողական քաղաքականություն, որպեսզի դիմացինին հավելյալ բայց առողջության կենտրոնում չստեղծվեն։ Իսկ օրինակ մեր մոտ մենք ունենք հստակ, ասենք բժիշկներից պահանջելու մեր մոդելները, որպեսզի կարողանան իրականացնել 1 տարեկան, 2 տարեկան վերն ու ըստ տարիքային խմբերի արդեն։ Եվ ասեմ ձեզ, որ բավականին նորմալ ցուցանիշներ ունենք ըստ տոկոսների, ուղղակի եթե հնարավորություն է ստեղծվել ասելու, խոսելու, պարտադիր չի, որ մենակ պետական հիմնարկներից այս տոկոսների մասով կոնկրետ կառույցները լինեն պահանջատեր։ Բոլորից պետք է լինեն պահանջատեր, որպեսզի Երևան քաղաքի տոկոսը միայն առողջապահության վարչության ուսերին չմնա։ Այսինքն ինչ-որ շատ հետաքրքիր մոտեցում էր։ Ես կարծում եմ, որ ակնարկը տեղիներ եւ արդեն մեր այն թիրախը հերոստատիտողի այն հատվածը, որ պետք է սա լսի եւ հասկանա, կլսի եւ կհասկանա միանշանակ։ Եվ վերջին փուլին մոտենանք, պարոն Ներսիսյան, դուք ըստ էության նորից եմ կրկնում, կատարել եք այն խնդիրները, որոնք դեռ շատ տնօրեններ պետք է կատարեն, այսինքն հիմնանորոգում, լուրջ վերազինում եւ նոր ծառայություններ։ Այնուհանդերձ նորից վերադառնանք մինչեւ այդ վերջին փոխանցումը հաջորդ ղեկավարին, որովհետեւ ես գիտեմ, որ դուք երբեք կարճած չեք եղել, մենք բազմաթիվ անգամներ առիթ ենք ունեցել զրուցելու եւ նույնիսկ մի անգամ ասացիք, որ վարկանին, որ ես գամ, որ ես լճացել եմ, ես ինքս կհեռանամ։ Դուք Ավան առողջության կենտրոնը չնայած որ ունի այսպիսի հրաշալի ցուցանիշներ որպես պետական առողջության կենտրոն 3-5 տարի անց ինչպիսին եք ուզում տեսնել եւ ինչպիսին եք տեսնում ձեր մտքում։ Ինչպիսին եմ ուզում տեսնել։ Այ օրինակ բնականաբար լաբորատոր գործիքային սարքավորումների մասով օրինակ գտնում եմ որ դեռ անելիքներ կան։ Էլի եմ ասում, ստեղ չափորոշիչային կարգավորումների հարցեր կան, լիցենզավորման հարցեր կան, որոնք որ միշտ մի խոսքով միշտ խնդրեմ են եւ գլխացավանք են հազարումի անդրադառնամ նախորդ տարիներին ամեն տարի ինքս իմ առաջ դրած եմ եղել մի խնդիր, որը որ պետքա իրականացնեմ ծրագրային առումով օրինակ ու փառք Աստծո մինչև այսօր իրականացվել են այդ խնդիրները, որը որ ես դրել եմ իմ առջև, իրանք իրականացվել են, պլանավորում եմ եկող տարի, իհարկե վերադասի հետ քննարկելուց հետո անպայման էլի զարգացումների մասով եւս մի ճյուղավորում դիագնոստիկ առումով ենթադրենք մամոգրաֆիկ ծառայություններ դրվի պոլիկլինիկ համակարգում, քանի որ սկրինինգային բավականին շատ ծրագրեր կան, պետական աջակցություն կա իրան։ Մի խոսքով ծրագրերի առումով եկող տարվա մասով ծրագրավորել եմ նմանատիպ մի Ես կարող եմ որպես ձեր գործընկեր մի հուշում ու խնդրանք անել, թե ինչպես ես կուզեի տեսնել առողջության կենտրոնը։ Ես կուզեի, որ առողջության կենտրոն միջազգային հայտնի դեմքեր ժամանեն, բժիշկներ ունեցել ենք ոչ միայն այսպես հյուրի կարգավիճակում, այլ երբեմն նաև կարճաժամկետ աշխատանք անելու։ Այսինքն կուզեի, որ արդեն միջազգային հարթակում փորձեի խաղալ, եւ դա կհամարեի մեր պետության առողջապահական մոդելի հաղթանակներից մեկը, որ պետական սեգմենտում, ինչպես որ մասնավորում դե շատ են չէ գալիս, պետական էլ կան։ Եվ անձամբ բնականաբար պատրաստակամ եմ եւ կարծում եմ, որ այս էքսպոն էլ հնարավորություն կլինի միջազգային մի քանի նոր կապեր ստեղծելու համար։ Անկեղծ ասեմ, մեծ սիրով պատրաստ եմ, մեծ սիրով, Ավետիչ ջան, քո հետ համագործակցության արդյունքում, որտեղ ես տեսել եմ եւ քո կապերը, եւ քո հնարավորությունները, եւ այս մեր վերջում ունեցած համատեղ են պրոյեկտը, որ
մենք մեր Պրոֆեսոր Եսոլսն, այո, Օլուֆսենի անվամբ կոչեցինք մեր համակարգչային շերտագրման սենյակը, դա էլ է, կարելի ասել գրեթե sense մի հատ ինչ-որ մասնիկ է, որպեսզի կարողանանք հետագայում կարողանանք կամ փորձենք գոնե իրականացնել, անպայման պետք է ձգտել։ Անկեղծ եմ ասում, շատ հետաքրքիր բան ես ասում, պատրաստ եմ։ Այդ դրսի կապերը ասում կապերը ձեզնից, աշխատանքը մեզնից։ Պարոն Ներսյան, ես շատ շնորհակալ եմ ձեզ շատ հետաքրքիր, բովանդակալից եւ յուրահատուկ հարցազրույցի համար։ Ես չեմ թաքցնի, սիրելի հեռուստադիտող, մենք բացի այսօր հյուրընկալելուց նաեւ կյանքում փորձում ենք ընկերություն անել, փոխօգտակար լինել պարոն Ներսյանի հետ, դերևս որովհետեւ հավատում ենք, որ պետության մասին խոսելիս եւ պետական բժշկական կենտրոնների մասին լինի դա առողջության կենտրոն թե բազմապրոֆիլ խոսելիս մի քիչ ավելի շատ պետք է գերակային գործերը, ոչ թե միայն երազանքները եւ այսպես քննադատությունը։ Ես ձեզ հրաժեշտ տամ, եւս մեկ անգամ շնորհակալ լինելով ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար, կոլեկտիվի կողմից կատարված աշխատանքի համար ողջունում եմ բոլորիդ սիրելի գործընկերներ, բժիշկներ, միջին եւ կրտսեր բուժաշխատողներ։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող խոստանում եմ, որ կհանդիպենք առավոտյան նույն ժամին, նույն վայրում, առողջ առավոտի տաղավարում։ Լավ եղեք։